Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Չնայած ԱՄՆ-Իրան հակամարտության առայժմ պասիվ վիճակում կողմերը կարծես թե զերծ են մնում ռազմական գործողություններից, երեկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նավթատարները կարող են պայթել մոտ 3 օրից, եթե ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության ծովային շրջափակումը շարունակվի։ Ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ Իրանի նավթատարները մեծ ծավալի նավ են տեղափոխում, եւ եթե որևէ պատճառով այդ գիծը փակվի, քանի որ նրանք չեն կարող այն բեռնել պահեստարանների կամ նավերի վրա, ինչը նրանց հետ է կատարվում, քանի որ նրանք նավեր չունեն շրջափակման պատճառով, ապա այդ գիծը կպայթի ներսից, ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Թրամփը նշել է, որ Իրանը մոտ 3 օր ունի, մինչև դա տեղի ունենա։ Ըստ Ամերիկայի նախագահի, եթե նման սցենար տեղի ունենա, Իրանը կարող է կորցնել իր նավթի արտադրության հզորության կեսը։ Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմը Իրանի հետ բանակցությունների ընթացքում քննարկում է միջուկային վառելիքի եւ այլ ռադիոակտիվ նյութերի դուրսբերման հարցը նրա տարածքից։ Խնդիրն այն է, որ մենք պետք է հեռացնենք այն, ինչ ես անվանում եմ միջուկային փոշի։ Գիտեք, բայց մենք պետք է հեռացնենք այդ միջուկային փոշին։ Մենք դա անելու ենք եւ դա Իրանի հետ մեր բանակցությունների մի մաս է։ Մենք չենք ուզում, որ նրանք դրանից որևէ բան ունենան, ասել է Թրամփը։ Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, միջուկային փոշի ասելով նա նկատի ունի միջուկային վառելիքը եւ այլ նյութեր, որոնք իր խոսքերով գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են 25 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու ժամանակ։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Չեխիան հայտարարել իր հատուկ դեսպանոր Սթիվ Վիտկոֆի եւ իր պեսա Ջարեդ Քուշների այցը Պակիստան Իրանի հետ բանակցությունների համար։ Ես որոշ ժամանակ առաջ, երբ նրանք հավաքում էին իրենց ճամպրուկները մեկնելու համար, ասացի մարդկանց ոչ, դուք չեք նստելու 18-ժամյա թռիչք այնտեղ հասնելու համար, մենք բոլոր քարտերը մեր ձեռքում ունենք։ Նրանք կարող են զանգահարել մեզ, երբ ցանկանան, բայց դուք այլևս չեք մեկնելու 18-ժամյա թռիչքների ոչնչի մասին չխոսելու համար։ Ամերիկացի առաջնորդի խոսքերն է մեջբերում հասնին։ Միևնույն ժամանակ Axios-ը հղումանելով 2 անանուն տեղեկացված աղբյուրների տեղեկացնում է, որ Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը եւ դադարեցնել պատերազմը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հետաձգելով ավելի ուշ փուլի։ Ըստ պարբերականի դիվանագիտությունը փակուղի է մտել եւ Իրանի առաջնորդների մոտ միասնական կարծիք չկա Թեհրանի միջուկային ծրագրի հարցում զիջումների գնալու հնարավորության հարցում։ Axios-ի կողմից մեջբերված 3 անանուն ամերիկացի պաշտոնյաների համաձայն Թրամփը մտադիր է ապրիլի 27-ին Իրանի հարցով հանդիպում անցկացնել իր ազգային անվտանգության ու արտաքին գործերի թիմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Աղբյուրներից մեկը նշել է, որ հանդիպման ժամանակ կքննարկվեն փակուղի մտցված բանակցությունները եւ հնարավոր հաջորդ քայլերը։ Ըստ արաբական Al-Mayadin արբանյակային հեռուստաալիքի Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է բանակցությունները բաժանել 3 փուլի։ Առաջինը պետք է ներառի պատերազմի ավարտի եւ Իրանի ու Լիբանանի համար երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնագրի։ Երկրորդը վերաբերում է Հորմուզի նեղուցի կառավարմանը, իսկ երրորդը կկենտրոնանա Իրանի միջուկային ծրագրի վրա։ Al-Mayadin հայտնել է, որ Թեհրանը հրաժարվում է քննարկել վերջին կետը մինչև նախորդ երկուսի շուրջ համաձայնության չհասնի։ Միաժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու։ Իռնագործակալության տվյալներով Արաղչին եւ Ռուսաստանի նախագահը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նույնպես կմասնակցի ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հակամարտության դադարեցման բանակցությունների ներկայիս վիճակի վերաբերյալ քննարկումներին։ Ավելի վաղ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին իռնալրատվական գործակալությանը հայտնել էր, որ Արաղչին Ռուսաստանի նախագահի հետ կքննարկի ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ժամանակավոր հրադադարից հետո վերջին զարգացումները։ Նա ասել էր, որ Իրանն ու Ռուսաստանը ընդհանուր մոտեցում ունեն տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։ Եվ այս պահին զրուցելու եմ իրանագետ Էդվարդ Բերուջանյանի հետ։ Պարոն Բերուջանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Եվ այսպես պարոն Բերուջանյան, այս հարաբերական անդորը դեռ որքան կպահպանվի ձեր գնահատմամբ, ուրեմն եւ արդյոք Իրանը ունի այդքան ռեսուրս դեռևս այսպես դիմակայելու, համեցեք։ Կարծում եմ իրավիճակը ճիշտ գնահատելու համար պետք է իրական հողի եւ ջրի վրա հասկանալ ինչ է կատարվում։
Մենք ունենք տվյալ պահին ըստ էության տնտեսական մաշվող պատերազմի եւ տնտեսությունը խեղտամա անելու մարտավարություն եւ դրանով պայմանավորված օրինակ ԱՄՆ-ն շրջափակել է Իրանի նավահանգիստների հիմնական ելումուտը եւ նաեւ Խարկ կղզին, իսկ սրա համարժեք պատասխանել, ինչպես գիտենք, Հորմուզի նեղուցում Հորմուզի նեղուցի փակումն է Իրանի կողմից, հետեւաբար քանի որ այս ինտենսիվ պատերազմը երկու կողմի համար էլ հյուծիչ է շատ, կողմերը գնում են ավելի տնտեսությունը մաշելու այս ճանապարհով եւ սրանով պայմանավորված նաեւ տեսնում ենք երկու կողմից հայտարարություններ Թրամփը նշում է որ 3 օրից նավթահորերը կպայթեն, բայց դե պարզ է որ այդ պայթել բառը քարոզչական նպատակներից ելնելով է օգտագործում, որովհետեւ հիմնական խնդիրը ոչ թե նավթահորերի պայթելու վտանգն է, այլ այն որ օրինակ պահեստային է պահեստները, որը հիմնականում հենց Խարկ կղզին է նավթի համար, լցվում է եւ սա զուտ ֆիզիկական, տեխնիկական հարց է, որովհետեւ դրանով երբ պահեստահորերը լցվում են, դրանով նաև նավթահորերի արտահանումը սկսում է դադարել, ինչը տարբեր գնահատականներով ճիշտ է, դրա մասնագետը չեմ, բայց կարդացել եմ, որ տեխնիկական լուրջ խնդիր է առաջանում եւ նույնիսկ դրանից հետո վերագործարկման համար նույնիսկ մի քանի ամիս կարող է պահանջել եւ նորարարական տեխնոլոգիաներ, որը Իրանը չունի եւ դրա համար պետք է կամ օգտագործի արևմտյանը, ինչը որ կարծում եմ բացառվում է, կամ չինականը, որը հնարավորություն ամեն դեպքում կա։ Բայց խնդիրը այստեղ նաև տնտեսական լուրջ խնդիրների առաջ կանգնելն է եւ սրանով պայմանավորված կարող ենք ասել, որ ԱՄՆ-ի մարտավարությունը հետեւյալն է, հնարավորինս մաշեցնել, սահմանափակելով հենց նավթի արտահանումը, քանի որ Իրանի հիմնական տնտեսական նաև բյուջեի մեծ մասը նավթափողերով է գոյանում եւ սրանով Իրանը ծանր տնտեսական խնդրի առաջ է կանգնել, բայց նաև այս մարտավարությունը կարծում եմ Թրամփի իր համար նույնպես խոցելի է, որովհետև սրանով նաև իր վարկանիշը գնալով ընկնում է, որտեղ չի կարողանում հարցը լուծել, քանի որ նաև թեև վնասվում է Իրանի նավթային առևտուրը, բայց դրանով նաև համաշխարհային տնտեսությանն է վնաս հասցվում։ Հետևաբար սա նաև մեծ խնդիր է Թրամփի համար, հետևաբար հենց չնայած այս մարտավարությանը, սա կարճաժամկետ կարելի է դիտարկել, որովհետև երկարաժամկետ առումով այլ ավելի մեծ տնտեսական խնդիրների կբախվի համաշխարհային տնտեսությունը եւ իսկ Իրանի ռազմավարությունը, մարտավարությունը, եթե փորձենք վերլուծել, կարծում եմ, որ պետք է երկու մասի բաժանել, մեկը դիվանագիտական մարտավարություն, մյուսը ԻՀՊԿ-ի կողմից ռազմական մարտավարության մասին է։ Դիվանագիտությունը ցույց է տալիս, որ օրինակ Իրանը կողմ է միջանկյալ ինչ-որ պայմանավորվածության, ինչպես նշեցիք, հենց դադարեցնելով շրջափակումը, ինչ-որ համաձայնության գալ եւ միջուկային հարցը թողնել հետագա բանակցությունների առարկա որպես, բայց սա էլ, ինչպես գիտենք, ԱՄՆ-ի կողմից ընդունելի չի, որովհետեւ ԱՄՆ-ն միանգամից ուզում է ինչ-որ համաձայնագիր ստորագրել, բայց կարծում եմ, որ դա այս պահին շատ քիչ հավանական է, որովհետև կողմերը չեն զիջում իրենց կարևոր այս կետերից։ Հետևաբար նաև երկրորդ մարտավարությունը, որ նշեցի, ռազմական, այն է, որ ԻՀՊԿ-ն փորձում է սպառնալ նաև Պարսից ծոցի երկրներին, որ կահարված է հենց այս ծոցի երկրների նավթահորերին եւ դրանով համաշխարհային լուրջ տնտեսական կոլապս կստեղծի եւ կողմերը այս մարտավարությունները շահարկելով փորձում են հնարավորինս զիջումներ պարտադրել դիմացինին եւ կարծում եմ, որ հենց բանակցությունների չշարունակման եւ անընդհատ հետաձգումը պայմանավորված է հենց սրանով, որ կողմերը ամեն դեպքում չունեն ինչ-որ մի կետ, որի շուրջ հնարավոր կլինի
գոնե ինչ-որ միջանկյալ համաձայնության գա։ Տեսեք, ըստ էության կարող ենք արձանագրել, որ կողմերը ժամանակի վրա են խաղում, պարոն Բերոջանյան։ Միանշանակ կարելի է այդպես ասել, որովհետև հենց մարտավարությունն էլ ժամանակի առումով է, ժամանակի վրա են խաղում, որովհետև Իրանը նույնիսկ տարիներ առաջ այս երբ օրինակ Իրաք-ամերիկյան այս պատերազմը եղավ, նրանք հաշվարկել էին, որ նույն ձև հնարավոր է ԱՄՆ-ն մուտք գործի իրա եւ դա եղավ տասնյակ տարի հետո, մեկ տասնյակ եւ ավել տարուց եւ սրան Իրանը պատրաստ էր Եվ դրա վկայություններից մեկն էլ այն է, որ իրենք նույնիսկ համակարգը չփլուզվելու այս իրենց հեռանկար ունեին եւ չնայած ԱՄՆ-ն հարվածեց հոգեվոր առաջնորդի եւ ամբողջ իրանական վերնախավին սրանով համակարգը չփլուզվեց սա նաեւ վկայում է այն մասին որ ուղղակի Իրանում համակարգը պատրաստ էր նման սցենարների եւ սրանով պայմանավորված նաեւ այդ մարտավարությունը կա որ իրենք պետք է ժամանակի ընթացքում այնքան վնաս հասցնեն համաշխարհային տնտեսությանը որ սրանով ուղղակի ստիպված լինեն շահառու կողմերը թե եվրոպական երկրները եւ թե հենց ԱՄՆ-ն ուղղակի դադարեցնել պատերազմը Իրանի նպատակը կարծում եմ սա է եւ բայց ինչպես նշեցինք մյուս կողմից էլ իրենք են ծանր դրության մեջ ընկնում հետեւաբար ժամանակ ինչքան էլ կարևոր լինի երկարաժամկետ առումով խնդիրները էլ ավելի են վատանալու եւ կարծում եմ որ նույնիսկ մի քանի շաբաթից կամ մոտ մի ամիս հետո արդեն պետք է ինչ-որ խնդրի լուծման հեռանկար երևա, որովհետև եթե այդպես շարունակվի, ապա տնտեսությունը էլ ավելի մեծ խնդիրների առաջ կանգնի եւ սրա նաեւ հիմնավորումներից մեկն էլ կարող ենք դիտարկել այն, որ եվրոպական երկրները նույնպես արդեն գործողություններ են ձեռնարկում Հորմուզի նեղուցի բացման համար, ճիշտ է, ռազմական միջամտության վերաբերյալ դեռ որոշում չկա, բայց հնարավոր է մոտակա օրերին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ հրավիրեն, որ Հորմուզի նեղուցի հարցը նույնպես այդտեղ քննարկվի, եւ նաեւ Իրանի արտգործնախարարի այցը Ռուսաստան սրա մասին կարող է լինել, որ Իրանը կփորձի նաև Ռուսաստանից երաշխիքներ ստանալ վետո կիրառելու համար։ Այսինքն հիմնականում այս այցը դրանով է պայմանավորված։ Սանկտ Պետերբուրգում հնարավոր ուրեմն պայմանավորվածությունների հետ կապված։ Կարծում եմ, որ հնարավոր է, որ սա լինի այցի կետերից մեկը, որտեվ միայն սա չի, այլ նաև այն, որ ամեն դեպքում Ռուսաստանը կարևոր խաղացող է տարածաշրջանի եւ մասնավորապես Իրանի համար եւ Իրանն էլ քանի որ այս պահին խնդիր ունի ներքին տնտեսական կայունության համար եւ կարծում եմ չնայած քիչ ինֆորմացիա կա դրա մասին, բայց նույնիսկ կարող է լինել ներսում ապրանքների դեֆիցիտ, իսկ Ռուսաստանը կարող է նաև օգնություն ցուցաբերել այս առումով։ Մյուսը տնտեսական համագործակցությունը թեկուզ նավթի առևտրում, որովհետև ամեն դեպքում Ռուսաստանը ինչքան էլ ընդհանուր շահեր ունենա Իրանի հետ, ինքը կարճաժամկետ առումով շատ մեծ օգուտներ է ստանում այս ստեղծված իրավիճակից, որովհետև կարողանում է իր նավթը բարձր գներով վաճառել եւ մյուս կողմից էլ Ռուսաստանը օգտվում այն հանգամանքից, որ ԱՄՆ-ն իր ամբողջ ուժը կենտրոնացրել է Պարսից ծոցում եւ Իրանում, հետեւաբար ուկրաինական ճակատում սրանով կարող է նվազել նաեւ աջակցությունը Ուկրաինային։ Կարծում եմ, որ այս պահին ամենաշատ օգուտներ ստանում է Ռուսաստանը եւ Իրանը փորձելու է նաեւ հասկանալ, թե Ռուսաստանը ինչ դիրքորոշում ունի հետագա անելիքների վերաբերյալ, որովհետև ամեն դեպքում կարճաժամկետ առումով չնայած օգուտներ կան, բայց երկարաժամկետ առումով թույլ Իրան ունենալ իր սահմանների մոտ, որը
այս պահին ամեն դեպքում որոշ հակարևմտյան կոալիցիայի մեջ է Ռուսաստանի հետ, կարծում եմ ձեռնտու անվտանգային տեսանկյունից ձեռնտու չէ Ռուսաստանին, բայց տնտեսական առումով միանշանակ Ռուսաստանը մեծ օգուտներ է ստանում։ Այս հարցերը նույնպես կարող են քննարկվել, նաև Ռուսաստանի հետ խորհրդակցություններ, որտեղ տեքստում էլ առաջին էլ նշեց, որ հենց խորհրդակցությունների համար էլ են գնացել, նաև խորհրդակցություններ այն առումով, թե ինչպեսի լուծում է տեսնում օրինակ Ռուսաստանը, չնայած Ռուսաստանը չի միջամտելու, կարծում եմ, որ Իրանը նույնիսկ չի թողնի, որ ռուսական կողմը միջամտի, բայց օրինակ եթե միջուկային հարստացված ուրանի վերաբերյալ նաև քանի որ խնդիր կա 440 կիլոգրամ ուրանը, որ հարստացված է, օրինակ ԱՄՆ-ը պահանջում է, որ դա երկրից դուրս անեն, բայց դեռևս չկա այն հստակ մեթոդը, թե ինչպես է դա տեղի ունենալու, իսկ օրինակ Ռուսաստանը ունի այդ հնարավորությունը, որտեղ ինքը միջուկային տերություն է եւ շատ հանգիստ կարող է ուրանը տեղափոխել Ռուսաստան, նույնիսկ հնարավոր է այս թեման արծացվի։ Կարծում եմ, որ այս թեմաների փունջը որ կա, դրա շուրջ առողջի խորհրդակցություններ եւ քննարկումներ կունենան։ Շնորհակալ եմ, պարոն Բերուջանյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում է իրանագետ Էդվարդ Բերուջանյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։